Լավ ասեց։ Մի վարքյան։ Կարաս։ Սիրելի հետևորդներ, ձեզ համար ունեմ լավ լուր։ Այսուհետ Փետուր ընկերության արտադրանքը կարող եք գտնել Forest խանութ սրահների ցանցում։ Նաև ասեմ, որ գնելուց եթե նշեք Hamlet is the best promo կոդը կստանաք 5% զեղչ։ Ոնց էր։ Թույն, վերջ չէ, կարամ գնամ։ Չէ, հլը էլի կա։ Լուրջ, քանի հատ։ 10։ Մեկի մեջ էլ դու պիտի նկարվես։ Լուրջ ես ասում, ինչ ռիլավոր։ Նայ, կանգնած ես դու, քո գլխի վերևում գրված է Փետուր ընկերություն։ Իմ գլխի վերևում գրված է մեր հաճախորդները։ Ես հենց ընկնում եմ մեջքի վրա, դու ինձ բռնում ես, վստահության մասին ռիլա էլի։ Իսկ կարող ես այդ չխաղամ, օրինակ Երևանդը խաղա իմ տեղը։ Արեք լավ էլի, վստահության մասին ռիլա, ես Երևանդին ոնց վստահեմ։ Երևանդը ինձ ոչ միայն չի բռնի, այլ կհրի կգցի գետնին։ Իսկ Նարինը։ Նարինեին առաջարկել եմ նկարվելու համար փող ուզեց։ Հա։ Նենց որ ուրիշ տարբերակ չունենք, դու պիտի նկարվես։ Okay։ Դե ես գնամ փոխվեմ, կամ հաջորդ ռիլը նկարենք։ Հասկացա։ Դες գնամ մի հատ էլ գործ անեմ, 10 րոպեից կհանդիպենք։ Всё, հավաքվեք, սիրուն, գնաց, ուրախ, ուրախ։ Համլետ ջան։ Համլետ ջան։ Հա։ Այդ զուգարանի կաբիկայի դռան պահով ես 10 օր ասում եմ։ Զամոկը չի աշխատում։ Հա, նարնե, դի կդզենք։ 10 օր նույն բանն եք ասում։ Չի կարելի չէ տենց։ Այսօր զուգանում տհաճ միջադեպ պատահեց։ Դու ճիշտ սնվի դեռ տհաճ միջադեպը չպատահի։ Համլետ, այտենց միջադեպ չի պատահել։ Էրիկի հետ կապված։ Ինչ ա եղել։ Զուգարանում նստած էի, Էրիկը եկավ դուռը բացեց։ Դու ես մեղավոր։ Դու աշխատատեղ ունես, գնանդ է նստի։ Համլետ։ Լավ, Գագիկին կասեմ այսօր կգաք սարքի այդ զամուկը, հիմա վերջացրեցինք։ Համլետ կարելի է։ Հա, արի։ Էլենի հետ կապված եմ եկել խոսամ։ Ասա։ Էլենի ռիլերի պատճառով չեմ հասցնում իմ գործը անեմ, կարող է ուրիշ մարդ նկարվի։ Չէ, չի լինի, Արեգ ջան, Էլենը անձամբ խնդրել է, որ դու լինես այդ ռիլերում։ Գործի պահով էլ մի մտածի, Երևանը 2 ֆրոնտով աշխատում է։ Այսօր եթե շուտ վերջացնես, դաժե կարաս գնաս տուն։ Okay։ Արեգ։ Ծանոթությունների սայթով գիտես ում հետ եմ շփվում։ Ում հետ։ Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի։ Էլենա է։ Լավ էլ է Համլետ։ Ակնհայտ երևում է, որ էսի fake age է։ Ինչ որ մի հատ 12 տարեկան երեխա քո վրա ղժում է։ Լավ էլի, ուրեմն ես չեմ հասկանում որն է fake, որն է իսկական։ Էս մի շաբաթ է գրվում ենք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Բա որ մի շաբաթ է գրվում եք, ինչի՞ չեք հանդիպում։
Որովհետև այս մարդը դերասանուհի աղջիկ է, շատ զբաղված է։ Ու այնպես պարապ սաղորը ծանոթությունների սայթերում նստած չի, բայց խոստացել է, որ այսքան օրը կհարմարացնի կհանդիպենք։ Դե ինչ ասեմ, բարի բախտ ձեզ, ես գնամ։ Արեգ ջան, մի բան էլ էլի, դու on-line փող ունես։ Հա։ Արեգ ջան, այս 5000-ը վերցրա, կոմոտից 5000 փոխանցի Ժաննայից, այս էլ քարտի թվերը։ Աղջիկա էլի ուզմա Պերերի վանի հիմա ձեռը փող չկա։ Համլետ Ժաննա Բուտուլյանը քեզանից Պերերևի փող ա ուզում։ Հա ինչ, հիմա ձեռը փող չկա։ Ասում է ածի հետ ինչ-որ խնդիրներ ունի, աշխատավարձը հələ չի նստել։ Այդ 12 տարեկան երեխան աչքիս համ ղժում է Համլետի վրա, համ փող ա կթում։ Բայ արեք, փոխվում եմ։ Էլեն ջան, կներես։ Դե նենց չի որ ոչ մի բան չերևաց, բայց նենց էլ չի որ ոչ մի բան չտեսա։ Շատ անհարմար զգացի։ Էլեն, բանը Արեք, ուղղակի գնա դուրս, հեսա կգամ կնկարենք, հա։ հենց էդ էլ ուզում էի ասեի։ Երեք ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնի բաժնում բնակարանային կողոպուտի վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժած կինը հայտնում էր, որ գալով բնակարան նկատել է, որ այն ամբողջովին տակնու վրա է արված։ Դեպքի վայրի զննությամբ պարզվեց, որ բնակարանից գողացվել են զարդեր, ոսկեղեն, գումար եւ այլ տեսակի թանկ իրեր։ Ոստիկանությունը կատարում է հետաքննություն, հորդորում է քաղաքացիներին զգույշ լինել եւ նման դեպքերում հրատապ դիմել ոստիկանություն։ Էս մեր վերևի փողոցի վրա է։ Դե հա, անցած շաբաթ էլ մեր օֆիս էին մտել։ Հեսա մի անգամ էլ որ գան, հաստատ մեզ մի վնաս կտան։ Դե հա, քո դեպքում տենց է։ Տենալու են, որ մոտդ փող չկա, ստիպված մի վնաս տան։ Վայ չէ, հա։ Որ ինձ վնաս տան ընկնելու եմ հիվանդանոցի դռները ու անիմաստ փող ծախսեմ։ Նարինե մի անհանգստացի։ Ես այս օֆիսի անվտանգությունը վերցնում եմ իմ ուսերին։ Քո ուսերին։ Հիմա ես էլ սկսեցի անհանգստանալ։ Այդ քո սուր լեզվով ես պատրաստվում պաշտպանվել գողերից, որ գողը եկավ մտավ այս օֆիս, զենք անեց, դրեց այս քրտնած ճակատիտ ու ասեց. «Այ փոքր կեղտ, ինչքան փող ունես հանդիր սեղանին, էլի սրա մտելով ես պատասխանելու»։ Դե չէ։ Ես տենց էլ գիտեի։ Գիժ է այս տղեն։ Հացն էլ մոռացավ ուտի։ Ավելի լավ Էրիկ ջան։ Ես ու դու կուտենք սարձելկաները։ Աթենքի սարձելկանները երբեք շատ չեն լինում։ Ես որոշել եմ ինչա պետք անել։ Մեր գրասենյակին հարկավոր են անվտանգության համակարգեր։ Այս օֆիսում նույնիսկ ամենատարրական պաշտպանվելու միջոցները չկան։ Բայց դե խոսքը իհարկե իմ մասին չի։ Ինձ մոտ միշտ ինքնապաշտպանվելու միջոցներ կան։ Էլեկտրաշոկեր։ Արցունքաբեր գազ։ Արցունքաբեր մուլտֆիլմ։ Կարոլ Լևնա։ Մուֆասայի մահանալու տեսարան։ Ինչքան անսիրտ գող պետք է լինես, որ այս տեսարանի վրա չհուզվես։ Ստացվում է։ Էլերին դոշերն ես, հա տեսել։ Հա։ Բայց ինչի՞ ես սենց տխուր։ Տխուր չեմ, ուղղակի շատ անհարմար բան ստացվեց։ Աշխատում ենք էլի իրար հետ, բաներ կա, որ պետք է գոլեգաները իրար մասին չիմանա։ Դե հա, նորմալ է։ Ինչ է զուգարանի կողպեկը փչացել է, բոլորը իրար մասին ամեն ինչ իմացան։ Օրինակ դու գիտեիր, որ Երևանը զուգարան մեջ կանց անստում։ Այսինքն Սենց։ Լուրջ եմ ասում։ Անի ջան, ես քեզ։ Մերսի շատ։ Ինչի համար։ Ես պիտի չարբա խարակվի։ Մի հատ տաքսի կկանչես ու ես քեզ կոնկրետ հասցե կտամ կուղարկես։ Ձեր սրտում աղջիկ է հայտնվել։ Աղջիկ։ Էն էլ ինչ աղջիկ։ Աշխարհի ամենահայտնի աղջիկը, Ժաննա Բուտուլյանը։ Այսինքն
Համլետը ծանոթությունների կայքում fake edge-ը հետագրվում, մտածում է դերասանուհի Ժանա Բուտուլյանն է։ Դե ասեցի fake չէ լի, իսկական Ժանա Բուտուլյանն է։ Իսկական Ժանա Բուտուլյանը Չարբախում ինչ է անում Համլետ։ Գոր Վարդանյանի մոտ է նկարվում։ Կարատեի Սախրանիկի դեր է խաղում։ Մի հատ կարա տեսնեմ այդ էջը։ Այհարկե։ Հեսա։ Էս որ գրած է իսկական Ժաննա Բուտուլյան։ Հա, ինքն է։ Դու ինչ ես խնդում։ Ինչ իսկական Ժանա Բուտուլյան Համլետ։ Հա, բա իսկական Ժաննա Բուտուլյանն է։ Գիտես ինչքան Ժաննա Բուտուլյան էջ կար։ Գրելա որ իմանաք։ Համլետ, բայց իր էջում մենակ սերիալներից արած սկրինշոթեր են։ Հա ինչ, իրա գործն է տեղից նկար է գցում։ Հիմա այս որ իմ սենյակից նկար գցեմ, ուրեմն fake եմ ի։ 20 րոպեից կուղարկես այս ծաղիկները։ Արիկ, մտածում եմ կարող է դու էլ այդ կայքում գրանցվես։ Դե ոնց որ դու էլ Բիլի Այլիշին ես սիրում, կարող է ինքն էլ կա այդ կայքում։ Արեք, Հա, գնանք ռիլ նկարենք։ հա, էս այկա։ Դե ձեզ հաջողություն։ Մի քիչ անհարմար բան ստացվեց Արեգի հետ, բայց հուսով եմ ինքը ինչքան հնարավոր է շուտ կմոռանա, որովհետև հələ պետքա գործ անենք։ Նարինե, Ես ինչո՞։ արցունքաբեր գազ, Բա ինչ ես ինձ տալիս։ որ եթե հանկարծ արտակարգ իրավիճակ ստեղծվի ու քեզ վրա հարձակվեն, փսացնես իրանց աչքերը։ Եթե արցունքաբեր գազա, ավելի լավը փսացնեմ իմ աչքերին, որ գնամ բանկ լացեմ ու վարկը շուտ մարեն։ Նարինե, ինչ վարկ, սա ինքնապաշտպանության համար է, ոչ թե ինքնավերացման։ Դե հա, ես էլ բանկերից եմ պաշտպանվում։ Չէ, Երևան, ես չեմ կարող ուրիշ մարդկանց վնասել։ Եթե այդպես է ավելի լավը վերցրու։ Էրիկ, սա քեզ։ Էս ինչ է։ Էս քո ինքնապաշտպանության համար է։ Ես իմ մոտ զենք չեմ պահի։ Բա որ գողերը հարձակվեն քեզ վրա, ինչ ես անելու, ոնց ես անելու, որ գնան։ Դե ինչ իրանց պետքա կտամ, իրանց ասածը կանեմ կգնան էլի։ Իսկ եթե իրանց ուզածը պրոստը քեզ ծեծելն է, Դե եթե իրանց ուզածը ինձ ծեծելն է, ես դեմ չեմ։ Ուղղակի եթե էս էլեկտրաշոկն է իմ մոտ լինի, էս էլ են ձեռիցս վերցնելու, սրանով էլ խփեն։ Նենց որ ինձ պետք չի։ լավ Էրիկ ջան, փոշմանելու ես։ Եվ էս ինչա։ Հիմա կողոպուտները շատացել են, չես իմանա երբ մեր օֆիս կգան։ Իսկ քո սեղանը շատ կարևոր դիրքում է, կողոպտիչները առաջինը քեզ են մոտենալու։ Այնպես որ այս տունչագին պահի քեզ մոտ։ Երևանդ ինչ կողոպտիչներ, ինչ նունչակի, ես կիսրայինց օգտվելու ձևը չգիտեմ։ Դու ինձ լրիվ չի բաշկան իզեի տեղ ես դրել։ Լավ, ճիշտ ես ասում, իմ սխալն էր։ Քեզ ավելի հեշտ ենք գտամ։ Օղակը քաշում ես ու շպրտում ես, բայց երկար չպայես ձեռքիդ մեջ, թե չկգմփաս։ Երևանդ էս իսկական նռնակա։ Դու գժվել ես, միած շուտ պահի ես։ Հանգստացի, սրա օղակը մինչև չքաշես չի պայթի։ Չնայած էսի հինա, մեկ էլ տեսար։ Երևանդ մի հատ էս զենքերդ հավաքի ու գնաս տեղից։ Թե չէ Համլետին կասեմ, որ բերել ես նռնակը ստեղ, ուզում ես բոլորից պայթացնես։ Լավ, մի բան կլինի ու բոլորդ կփոշմանեք։ Այս օֆիսի աշխատողները մտածում են, որ կողոպուտը խաղոպար է։ Այդ նրանից է, որ սեփական մաշկի վրա չեն զգացել։ Բայց ես լավ միտք ունեմ։ Արեք, հիմա նկարում ենք այն վստահության ռիլը։ Ես ընկնում եմ, դու ինձ բռնում ես։ Լավ։ Սկսեցինք։ Արեք, ինչի նորմալ չես բռնում։
Մարդիկ պետք է տեսնեն, որ կարան վստահեն այս կամպանիային։ Դե մի քիչ անհարմար էր ուղղակի։ Դե ինչն էր անհարմար։ Մի հատ էլ ենք նկարում, նորմալ բռնում ես։ Okay. Կներես, Արեք ինչ ես անում։ միամից տեղավ։ Հելենի մարմինը այսօրվա համար շատ է ինձ։ Արեք, դու քեզ տարօրինակ ես պահում։ Չէ, նորմալ է։ Լսի, ես հասկանում եմ, որ այսօրվա անհարմար իրավիճակից հետո մի քիչ դժվար է իրար հետ ռիլ նկարելը։ Բայց դե հիմա դեպքա պատահելա, արի մոռանանք էլի։ Հա դե, ես դրա մասին ճիշտն ասած չէի մտածել։ Այսինքն ոչ մի անհարմար բան մեր մեջ։ 0 անհարմար բան։ Արեք, հիմա ուտում ենք ու հետո մեր ընկերության անձեռոցիկներով սրբվում ենք։ Okay, իսկ ինչ եմ ուտում։ Այս դեղցերը։ Հիմա ժպտա։ Արեք Ելեն։ Երկու հատ անձի ստրես եմ պատվիրել։ Մի հատ ինձ կօգնեք, որ ուղարկեմ Ժաննայիս։ Ամբողջ օրը սյոմկեքի մեջ է, ահա որ ներվայնանում է։ Չէ, սենց չեղավ։ Ինձ շատ դիսկոմֆորտ է այսօր Էլենի հետ շփվելը։ Մի հատ բան կա, որ ինձ խանգարում է։ Ավելի ճիշտ երկու բան։ Ինձ որ պետքա հրաժարվեմ։ Ինչ եք կանգնել, մի բան ասեք։ Ինձ թվում է տարբերություն չկա։ Արեք, ես գնամ փոխվեմ հաջորդ ռիլի համար։ Գժվել են։ Հարցես տալի նորմալ չեմ պատասխանում։ Էրիկ ջան, զբաղված ես։ Հա, Լավ։ Բայց քեզ պետքա մի բան խնդրեմ։ Առավոտից այսօր Էլենի հետ ռիլեր ենք նկարում, բայց ես պետքա գնամ։ Որ խնդրեմ կփոխարինես ինձ։ արեք, բայց ես հələ լիքը գործ ունեմ անելու։ Դու Էլենի հետ ռիլերը նկարի, վաղը ինչքան գործ ունենաս ես կանեմ։ Okay։ Ապրես։ Արեք, բայց մի վարքյան, վաղը շաբաթ է, մենք գործի չենք։ Ես ինքնապաշտպանության միջոցներ չունեք, հա? Ավելի լավ իմ համար։ Մորքուր, ես ինքնապաշտպանության միջոց չունես, հա? Այ որ հիմա մի հատ գազի բալոջիկ ունենայր, կփսստեիր աչքերիս։ Սիրուն աղջիկ, ես ինքնապաշտպանության միջոց չունես, հա? Չէ, Դե շուտ կասայիմ ինչքան փող կհանի։ բայց դեռ կասա չկա։ Ոնց։ Բա ինչ կա թանկանոց։ Ոչ մի բան։ Ոնց։ Այս օֆիսում ոչ մի թանկարժեք ինչ չկա։ Կա մենակ թղթերը տպելու սարք։ Բայց դա էլ ծանր է։ Դե լավ, ուրեմն բումաժնիկը թանի դուստ է։ Արագացրու։ Ոնց ես։ Լավ, Իմ վերջի 3000 դրամն էիր ուզում գողանալ։ Երանդավին է։ Ես եմ։ Երվա՞դ։ Ես ինչ ես անում։ Ես ուղղակի ուզում էի ձեզ ապացուցել, որ ձեզ ինքնապաշտպանության միջոց է պետք։ բայց հիմա հասկացար, որ մենք ունենք ինքնապաշտպանության միջոց։
Հարութը։ Հասկացա։ Արա անգեր, դու պարապությունից լրիվ գժվել ես, ես դանակն էլ վերցնում եմ ինձ։ Ինչքան էլ պարզվեց, որ Երվանդն ա գողը, ես մեկա շատ վախեցա։ Մի հատ պետքա գնամ զուգարան։ Փախվում է։ Կներես Էլեն ջան։ Սենց որ շարունակվի, ինձ առանց շոր բոլորը կտեսնեն։ Գործի գալուց կարամ արդեն շոր չհակնեմ։ Ժամը 8-ին ենք պայմանավորվել, արդեն 8:50-ը։ Չնայած աղջիկները սիրում են ուշանալ։ Համել լավ պրոբկի ժամա։ Կներեք, եթե սաթորը ձեզ պետք չի կարող եմ վերցնել։ Չէ, ապեր, ես հանդիպման եմ դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Այ շփվում ենք։ Ես իմ մի ժամը մենակ նստած ես։ Եթե վստահ ես, որ գալու է, հայ քեզ։ Ախպեր է սաթորը։ Փաստորեն Արեգը ճիշտ էր։ Ժաննա Բուտուլյանը գոյություն չունի։ Ես երևի մի 12 տարեկան երեխու հետ էի շփվում։ Գոնե երեխեն գար, մանապոլիա խաղայինք, մուլտիկ նայենք, հալամուլա։ Համլետ ջան, ահա որ պրոբկի մեջ էի։ Պրիվետ։ Դե նստենք։ Նստենք։ Ապեր ես աթորը պիտի վերցնեմ։ Դուք 3 տղով եք, իսկ ես Ժաննա Բուտուլյանի հետ։ Ճանաչում եք։ Բարմեն մեզ մի շիշ էլ գինի։ Ժաննա ջան, դու 12 տարեկան չես, չէ՞։ Չէ, Համլետ ջան, ինչ 12 տարեկան։ Հա, հետ շկներես, էշեշ դուս եմ տալի։ Իդեպ ծաղիկները շատ սիրուն էին, մերսի։ Հա, շատ ուրախ եմ, որ դուրդ եկան։ Գիտես չէ, որ մի քիչ ուշացար, մտածում էի չես գա։ Ոնց կարայի չգայի։ Ուղղակի Գոր Վարդանյանի նոր սերիալի նկարահանմանն էի։ Լուրջ, ինչ եք նկարում որ։ Վայ, շատ բարդ տեսարան էր։ Ուրեմն իմ կերպարը մտնում է կանանց գաղութ։ Կամեր էլի։ Հա, հասկացա։ 3 կին բլոտ են խաղում կոսմետիկայի վրա։ Ես մտնում եմ, սենց իմ համար տեղավորվում եմ Ուգլավոյի կոյկին։ Մեկ էլ ավերից մեկը գալիս է ասում է՝ «Հələ հելար»։ Ես էլ գժվում եմ ու բոլորին ծեծում։ Բա հետո։ Դե հետո պարզվում է այդ կանանցից մեկը հղի էր, հետո այդ երեխան ծնվում է, մեծանում է ու գալիս է ինձ սպանում։ Ոյ քու։ Ես ինչ խճճված շուժե է։ Բայց խնդրում եմ էլի, այս ամեն ինչը մեր մեջ։ Հա, Ժաննա ջան։ Ժաննա, իսկ այդ դժվար ապրոստի նկարահանումները դժվար էին անցնում։ Նայ, այդ ժամանակ մենք շատ քիչ էինք վարձատրվում, ոնց որ նկարահանումները դժվար չէին, բայց դրանից հետո ապրուստը դժվար էր։ Ժաննեց ուրախ եմ, որ դու եկար, իրար հետ լավ ժամանակ անցկացրեցինք, ու դու ֆեյք չես, իրական ես։ Մի րոպե, դու մտածում էիր ես ֆեյք եմ։ Ես չէի մտածում, բայց գործի տեղը։ Ես էլ էի մտածում, որ դու ֆեյք ես։ Ինչն է ֆեյք այդ ցավտանը։ Դե սենց անհասկանալի ֆիգուրայով ու բեխերով ընկերության տնօրեն դեռ չէի տեսել։ Բեղերս դուրդ գալիս է։ Հա, գալիս է։ Մի րոպե։ Առաջին հանդիպմանն ենք։ Հա, ուղղակի այնքան լավ էր անցնում, ինձ թվում էր արդեն 3-րդ հանդիպումն է։ Այնքան տարվեցինք այս ամեն ինչով, մոռացա, որ վաղը առավոտյան շատ շուտ էլի նկարահանման եմ։
Էլի գորը կինոն, հա։ Ավելի բարդ տեսարան։ Ես մոտոյով գլորվում եմ ձորը։ Բայց այդ դու ես անում, թե կասկադյորը։ Ես գորը կասկադյորներ չի սիրում։ Հա, Ժաննա ջան, վաղուց ես ծանր օր ասպասվում։ Գնա հանգստացի։ Հեսա տաքսի կկանչեմ։ Մերսի։ Ժամը 1-ն է, ես ինչքան եմ քնել։ Հələ զանգեմ Ժանուլիկից տենամ ոնց անցավ նկարահանումը։ Ալո, Ալո, Ժաննա։ Ժաննան չի։ Իսկ ով է։ Ձեզ հետ է խոսում Վիրաբույժ Կիրակոսյանը։ Ինչ ա եղել Ժանուլիկիս։ Նկարահանման ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ժաննան մոտոցիկլետով թռել է ձորից, չի կարողացել իրեն կառավարել եւ շուռ է եկել։ Ոնց թե, բա հիմա ինչ վիճակում է։ Հանգիստ եղեք, հիմա ամեն ինչ կայուն է, բայց ծանր կոտրվածքներ ունի։ Իսկ կներեք, դուք ով եք։ Ես իր անգրեն եմ, հենց հիմա գալիս եմ հիվանդանոց։ Արա դե գոր ջան, մերնեմ քեզ, միլիարդներ ես աշխատում։ Միան կասկադյորն ինչա չես վարձում։